Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում դրանց։ Հայ դատին ուղարկած նամակում պետդեպից նաև հայտնել են Վաշինգտոնը խրախուսում է Երևանին եւ Բաքվին ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Եվոս Միքայել Խարտաշիստարյանին 2 տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդի հայրենի Գյումրիում հիասթափված են դատավորի երեկվա կայացրած որոշումից։ Բոլորս հասկանում ենք շարժառիթները ինչից է։ Սա հայտարարությունն է։ Վրաստանում տեղական ընտրություններ են 64 շրջանում։ Առաջատար ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են, հանրահավաք անցկացնելով Թբիլիսիի կենտրոնում։ Միացյալ Նահանգների նախագահի կոչից հետո դադարեցնել ռմբակոծել Գազան, Իսրայելը կրկին հարվածել է, կան զոհեր։ Թողնել քաղաքային կյանքը, աղմկոտ սրճարանները, խցանումներով երթևեկությունն ու գնալ լոռի։ Երիտասարդ ծրագրավորողը Ստեփանավանի գրադարանում նոր կյանք է տալիս գրքերին։ Միացյալ Նահանգների հայ դատը ներկայացրել է պետդեպարտամենտի նամակը, որտեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է Վաշինգտոնը ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին։ Նկատենք, սակայն, որ հրապարակված նամակում 23 հայ գերիների ազատ արձակման ուղիղ պահանջի մասին խոսք չկա, բացի այն, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում ներկա են լինում նիստերին, թե ինչպես դա էլ հստակ գրված չէ։ Այդուհանդերձ, Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը սա կարևոր քայլ է համարում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Բաքվում դատավարություններն անցնում են առանց միջազգային լրատվամիջոցների եւ դիտորդների մասնակցության եւ բացառապես ադրբեջանական պետական ալիքով հեռարձակվող լուրերից հնարավոր չէ հասկանալ ինչ է իրականում կատարվում ռազմական դատարանում։ Վաշինգտոնում կարևորում են նաև արցախցիների վերադարձը իրենց հայրենիք։ Совершений преступлений против мира. ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին եւ հաստատում, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում Բաքվում ներկա են լինում դատական նիստերին, հայտնել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեն հայդատի հանձնախմբին ուղղված նամակում։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան Ամերիկայի հայդատի հանձնախմբի փոխանցմամբ նաեւ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին եւ Բաքվին ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ, միաժամանակ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում։ Դատելով հրապարակված նամակի մեջբերումներից 23 հայ գերիների ազատ արձակման ուղիղ պահանջ չկա, բացի այն, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում ներկա են լինում նիստերին։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը կարևոր է համարում ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյայի նամակում արտացոլված դիրքորոշումները, թե արցախահայերի վերադարձի իրավունքի եւ թե մշակութային ժառանգության պահպանության մասին։ Ինչ վերաբերում է 23 հայ գերիներին, ապա իրավապաշտպանն արձանագրում է, որ նրանց ազատ արձակելու մասով ուղիղ պահանջ չկա, բայց Սահակյանը չի բացառում, որ ամերիկյան կողմը պարզապես այս պահին մոնիտորինգի ենթարկելով հայ գերիների դատավարությունները չի ցանկանում վաղաժամ դիրքորոշում հայտնել։ Մենք կարող ենք եզրակացնել, որ ամերիկյան կառավարությունը մոնիտորինգի ենթարկելով ցանկանում է ամբողջական պատկեր ստանալ դատավարություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ, որից հետո հստակեցնել իր դիրքորոշումը ազատ արձակման խնդրում իրենց սեփական դերակատարման վերաբերյալ։ Այն, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հնարավորության դեպքում ներկա են լինում հայ գերիների դատավարություններին, հայաստանյան հանրության համար նորություն էր, քանի որ դրանք փակ են միջազգային կառույցների եւ անկախ լրատվամիջոցների համար։ Հայերի դատավարությունները լուսաբանող ադրբեջանական պետական լրատվամիջոցները եւս հայերի դատավարությունների ամերիկյան մասնակցության մասին որևէ հիշատակում չեն արել։ Արդյոք ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների ներկայությունը այդ դատավարություններին ինչ որ չափով կբարձրացնի հայ գերիների պաշտպանվածությունը։
Սիրանուշ Սահակյանն ասում է, դատելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյային նամակից կարելի է ենթադրել, որ դեսպանատան ներկայացուցիչները հայերի դատերին մասնակցում են միայն այն ժամանակ, երբ նրանց Ադրբեջանի իշխանություններն են թույլ տալիս, այսինքն ամբողջական մոնիտորինգի հնարավորություն չկա։ Հետևաբար այդ դատավարությունների մասին, որոնք իրավապաշտպանի համոզմամբ ընթանում են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, ամերիկյան կողմը փորձում են նաև այլընտրանքային տեղեկություններ հավաքագրել, այդ թվում գերիների հարազատներից եւ փաստաբաններից։ Ես կարծում եմ, որ ամերիկյան կողմը բոլոր դեպքերում պետք է ազատ արձակման խնդրում ունենա դերակատարում, սակայն ի հավելումը դրա հրապարակային նաև գնահատական ձևավորի, թե տեղի ունեցող դատավարությունները որքանով են համահունչ եղել մարդու իրավունքների ստանդարտներին, արդար դատաքննության իրավունքին եւ ինչպիսի խախտումներ են արձանագրվել իրենց դիտարկումների արդյունքում։ Բաքվի բանտերում տարիներ շարունակ պահվող հայերն ավելի քան 3 ամիս կատարյալ մեկուսացման մեջ են։ Որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչ նրանց անցած ամիսներին չի այցելել, նրանց պահման ու առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն ստանալ հնարավոր չէ։ Կարմիր խաչի գրասենյակը, որ սեպտեմբերից վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում, վերջին անգամ գերիներին տեսակցել էր անցած հունիսին։ Уголовных дел в отношении граждан Республики Армения, обвиняемых в совершении преступлений против мира и человечности в результате военной агрессии Армении против Азербайджана. Իդեպ, հայ գերիների կատարյալ մեկուսացման պայմաններում նախորդին հայտնի դարձավ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի զինվորական դատարանից պահանջել է իրեն փոխանցել Ադրբեջանում գրանցված միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ցուցակը։ Затем обвиняемый Давид Ишханян обратился в суд с ходатайством о предоставлении ему списка международных организаций и медиа, зарегистрированных в Азербайджане. Ադրբեջանական պետական ազերթաջ գործակալության փոխանցմամբ ի պատասխան նիստը նախագահող դատավորն ասել է, թե Իշխանյանի միջնորդությունը դուրս է դատարանի իրավասությունից եւ որ այդ ցուցակը Իշխանյանին կարող է փոխանցել նրա փաստաբանը։ Դատավորը նաեւ պնդել է, թե Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների գործունեության հետ կապված որևէ խնդիր չկա։ Իսկ թե ինչու այդ դեպքում որևէ միջազգային կառույց կամ անկախ լրատվամիջոց այդ նիստերին ներկա լինելու հնարավորություն չունի, դատավորը չի պարզաբանել։ Он отметил, что в Азербайджане нет никаких проблем с деятельностью международных организаций. Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է, քաղբանտարկյալի կարգավիճակ ունեցող Դավիթ Իշխանյանը իր այդ միջնորդությամբ թերևս փորձել է ցույց տալ, թե որքանով է միջազգային կառույցների գործունեությունը հանդուրժվում Ադրբեջանում։ Չի բացառվում նաև, որ Արցախի խորհրդարանի խոսնակը միջազգային կառույցներին նամակներ գրելու եւ խախտումները ներկայացնելու մտադրություն է ունեցել։ Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվեց 2023-ի հոկտեմբերի սկզբին։ Նա ազգային ժողովի նախագահ էր ընտրվել գերեվարումից ընդամենը 2 ամիս առաջ։ 3 դատարանը 2 տարվա ազատազրկման դատապարտեց Միքայել arczepiskopos Աջապահյանին։ 2 ամսից էլ քիչ տևած այս դատավարության ընթացքում պաշտպանական կողմը պնդում էր, որ սա քաղաքական հետապնդում է եւ որ Շիրակի թեմի առաջնորդը պատժվում է իր խոսքի, մտքի համար։ Իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Աջապահյանը իրեն մեղավոր չի ճանաչում եւ վստահ է, որ իշխանությունը պարզապես այսպես փորձում է հալածել եկեղեցուն։ Դատավճռից հետո սոցցանցերում շատերը հիշեցին, որ վարչապետի Շարասյան վարորդը, որի մեքենայի անիվների տակ հղիկին էր զոհվել, վերջերս 1.5 տարվա ազատազրկման դատապարտվեց, իսկ Աջապահյանը մոտ 2 տարվա վաղեմության հարցազրույցում արտահայտած մտքերի համար ավելի ծանր պատիժ ստացավ։ Նրա դատավճռի հետ հաշտ չեն նաև հայրենի Գյումրիում։ Գյումրիի կենտրոնում տոնական բեմի էկրանին բանտարկված Միքայել arczepiskopos Աջապահյանի լուսանկարն է։ Քաղաքն առաջին անգամ իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդի։ Սա իր տոնական ուղերձում նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է ընդգծել։ Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի, Աստծո նվիրյալ հայրենապաշտային ծառայի, որը դատական համակարգի պիղատոսների որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար։ Գիտեմ, Միքայել arczepiskopos Աջապահյանը հոգով մեզ հետ է, սրտով ուրախ եւ պինդ կամքով։ Եվորդ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել հասարակության։ Շիրակի թեմի առաջնորդը 3 տարվա ազատազրկման դատապարտվեց իշխանության զավթման կոչի մեղադրանքով, թեև այդ հոդվածը նաև տուգանք կամ հանրային աշխատանք է սահմանում։ Գյումրեցիներից շատերն այսօր վճիռը խայտառակություն են համարում։ Որ նայում ես դատական պրակտիկայի մեջ կան մարդիկ, որոնք շատ ավելի ծանր հանցագործությունների համար կամ ընդհանրապես չեն դատապարտվում, կամ ընդամենը սիմվոլիկ ինչ-որ
պատիժներ են ստանում պայմանական ինչ-որ սահմանափակումներով, այս պարագայում է մեր ինչպես ընդունված է ասել պատվարժան, հա, բայց այս դեպքում չագեշտների մեջ դատավորը նախընտրեց 5 ուրեմն տարատեսակ պատիժներից ընտրել ամենածանրը, որովհետև ինքը կարող էր տալ տնային կալանք, ինքը կարող էր ազատությունների սահմանափակում նշանակել, ինքը կարող էր շատ ավելի մեղմ վարվել, տուգանք նշանակելի վերջո, բայց ինքը ընդունեց ամենածանր ուրեմն տարբերակը եւ սրբազանին ազատազրկեց 2 տարվա ազատազրկման։ Բոլորս հասկանում ենք շարժառիթները ինչից է, բոլորս շատ լավ գիտակցում ենք, թե այս ամեն ինչը ինչի հետևանք է, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում հակառակ ռեակցիան ենք մենք տեսնելու։ Թե ազատել սրբազանից, սա հայտարարություն է։ Ուղղակի սրբազանը չպետք է խառնվի երկրի գործերին, զբաղվի իր եկեղեցու գործերով։ Չգիտեմ, սխալ է երևի։ Իրավունք չունեն Աջապահյան 2 տարի տալ, ինչ է արել մարդը։ Նախ սրբազանին սերպակալելը նշանակի թե թեմեն եկեղեցուն, թեմեն հայոց ինքնությանը։ Բայց որ ես տեղ չեմ գտնի նորմալ բան, սխալ է։ Ոմանք են հրաժարվում էին խոսել։ Զրուցակիցներից մեկը նկատեց, որ ժամանակին սրբազանի մոտ կանգնած շատ մարդիկ վախենում են որևէ խոսք ասել։ Նույնիսկ եթե մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունենք ռադիկալ տարբեր դիրքորոշում սրբազանի հետ, քաղաքական իմաստով եմ ասում։ Մենք որպես հոգևոր հայր այսօր պարտավոր ենք իր կողքը գտնվելու։ Ցավոք սրտի այն մարդիկ, ովքեր շատ տարբեր պատրվակներ էին ման գալիս, որ մի բաժակ թեյ խմեին սրբազան հետ, այսօր իրանք ընդհանրապես ասպարեզ դուրս չգան։ Իմիջիայլոց ասեմ, տարբեր բնակավարների, բժիշկներից սկսած ուրեմն մանկավարժական հանրույթը, գիտնականներ, դասախոսներ, քաղաքում հեղինակություն ունեցող անձնավորություններ, ես ցավով եմ նշում։ Դատարանի երեկվա վճիռը խիստ քննադատել են մի շարք իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հոգևորականին խղճի բանդարկյալ է համարում։ Զարուհի Հովհաննիսյանը վճիռը որակել է դատական համակարգի հերթական խայտառակությունը եւ խարանը։ Փաստացի մենք գործ ունենք արդարադատությունը որպես մահակ գործածելու հերթական դրսևորման հետ։ Որքան էլ խոսենք պատժիչ արդարադատությունից դեպի վերականգնողական արդարադատություն անցման մասին, միևնույն է, դատական համակարգը ազատազրկումն օգտագործում է ըստ հրահանգի։ Պատժաչափից տարակուսած է անգամ Դանիել Իոնիսյանը, ով ինքն էր առաջին անգամ սրբազանի հարցազրույցից հետո հաղորդում ներկայացրել նրա դեմ։ Աջապահյանի պատժի չափը adekvat չէ։ Միքայել arczepiskopos Աջապահյանի խոսքում հանցագործության արկայության մասին գրությունը դեռ անցյալ տարի ստորագրել եմ նույն ձեռքով, որով գրում եմ այս տեքստը։ Այո, ռազմական հեղաշրջման կոչ անելը քրեական օրենսգրքով արգելված ու պատժելի է։ Աջապահյանը կատարել է այդ արարքը, բայց մեղմ ասած չեմ կարծում, որ նման արարքի համար պետք էր 2 տարի իրական, ոչ պայմանական բանտարկություն սահմանել։ Աջապահյանի պատժի չափը ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է։ 61-ամյա հոգևորականը դատապարտվեց մոտ 2 տարի առաջ տված մի հարցազրույցի համար, որում խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այդ ժամանակ, երբ Իոնիսյանը հաղորդում էր ներկայացրել, դատախազությունը հանցագազմ չէր տեսել եւ քրեական գործ հարուցվեց միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի եւ կաթողիկոսի դեմ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս դատապարտում են դատարանի վճիռը, սա համարելով քաղաքական հետապնդում։ Ընդ որում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմամբ Միքայել Աջապահյանը հատուկ հաշվարկով դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Կարծիք, որ սրբազանը մինչև ընտրություններ ազատ խոսք ունենալու համար է այս ազատազրկման ժամկետը, դա այնքան էլ դա կիսա ճշմարտություն է, որովհետև սրբազանի դատապարտումը մեկ բանի հետ է կապված, որ նա չկարողանա առաջադրվել որևէ պարագայում չկարողանա առաջադրել, որովհետև նա կարող է լինել ազգային համախմբման, միասնականության սիմվոլիկ մի առաջնորդ, որ բոլորին կարող էր միավորել եւ առաջնորդել։ Բայց որպեսի դա թույլ չտան, նրան դատապարտում են ազատազրկման եւ այդ հիմքով մեր դրությամբ նա կորցնում է ընտրելու իրավունքը։ Իսկ ընտրելու իրավունքը այդ ընթացքում կորցնել նշանակում է նաեւ չունենալ առաջադրվելու իրավունք։ Հասկանում եք, դատապարտված պատիժը կրող քաղաքացիները չեն կարող քվեարկել եւ քվեարկվել։ Այստեղ է գաղտնիքը։ Այդ սցենարը կանխելու համար իշխանությունը դատապարտում է ազատազրկման 2 տարի, որը
հաշվարկներով, պայմանական վաղաժամկետով, ոնց ուզում եք հաշվեք, նա կորցնում է այդ հնարավորությունը։ Դրա համար։ Մեղադերի նկատմամբ ընտրված խափանմիջով։ Հուլիսին կալանավորումից հետո ընդդիմադիրներն առաջարկել էին, որ arczepiskopos-ը դառնար իրենց վարչապետի թեկնածուն, բայց Սրբազանը մերժել էր։ Դատարանի երեկվա վճիռը կբողոքարկվի ըստ փաստաբանական թիմի 1.5 ամիս տևած դատավարությունը բազմաթիվ խախտումներով է ընթացել։ Իսկ դատավճիռը հրապարակելիս դատավորը քրեական օրենսգրքի բոլորովին այլ հոդվածի համար ընթերցեց։ Միքայել Սրբազանի իրավունքների համար այդ թվում միջազգային գործիքակազմով կպայքարի նաև Մայր Աթորը, որն այս վճիռը համարել էր քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույց, խոսքի եւ կրոնի ազատության խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետ Փաշինյանը առայժմ չի անդրադարձել իշխանության հասցեին քննադատություններին։ Շիրակի թեմի առաջնորդին բանտում տեսակցել են ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Ագնեսա Խամոյանն։ Վերջինս իր էջում հրապարակել է arczepiskopos-ի նամակը, որում Միքայել Սրբազանը խիստ քննադատել է իշխանություններին։ Իր դատապարտումը ապօրինի եւ շինծու որակել, բայց եւ շեշտել դա անհամեմատելի է Արցախի կորստի, հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։ Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր, նամակում գրել է բարձրաստիճան հոգևորականը, որում նա նաև գյումրեցիներին է շնորհավորել քաղաքի տոնի առթիվ։ Եվ այսօր արդեն Գյումրիում քաղաքի տոնի առթիվ հենց բեմից իր ուղերձում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նորից խոսել է Շիրակի թեմի առաջնորդի մասին եւ ամոթանքի խոսքեր ուղղել նրանց, ով Սրբազանին բանտ է ուղարկել։ Ես հավում եմ, որ այսօր մեր եպիսկոպոսը գտնվում է բանդում։ Ամոթ ու ամոթ 50 տարի ծառայել է հայոց ազգի համար, այդ մի խոսքի համար, եպիսկոպոսին կալանավորել, ես մի բան եմ ասում, ամոթ ձեզ ու ամոթ ձեզ, 65 տարեկան եմ, բայց չեմ տեսել, որ եպիսկոպոս կամ հոգևորականը, ուրեմն ակսորել ու ասել, դատարանում կանգնել ասել, ոնց են ասում է դատարանում, մեղադրյալ չգիտե հանցագործ ոտքի կանգնի, եպիսկոպոս ես ինչ հանցագործ ոտքի կանգնի, սա խայտառակություն է, մենք մեր եպիսկոպոսների հետ ենք, երկուսն էլ Գյումրիից են, ասեմ ձեզ, երկու եպիսկոպոսները, որը բանտարկված են Գյումրիից են, հայրաքաղաքից, ես ես ասում եմ, պահեք պահպանեք հող հայրենին, ինձ պաշտոն պետք չէ, ինձ ատոր պետք չէ, բայց երբ որ ես զգում եմ, որ երկիրը վտանգի մեջ է, երկիրը ուզում են դարձնել թուրքական վիլայետ։ Միջազգային եւ տարածաշրջանային թեմաներին անդրադառնանք։ Թբիլիսիի նախագահական նստավայրի մոտ Օրբելյանի փողոցում ընդդիմադիրների հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է։ Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը հայտնում է, որ ցուցարարները փորձել են մտնել նախագահական նստավայր, տեղում ցանկապատը կոտրված է, հատուկ ջոկատայինները փորձում են նրանց դուրս մղել պղպեղի սփրեյի միջոցով, կան տուժածներ։ Այսօր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, որոնց մասնակցում է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, սակայն առաջատար ընդդիմադիր կուսակցությունները հանուն փոփոխությունների կոալիցիան Միացյալ ազգային շարժումը բոյկոտել էին։ Ընդդիմությունը հայտարարել էր կառավարության խաղաղ տապալման ծրագրերի մասին, իսկ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան զգուշացրել էր յուրաքանչյուր փոքրիկ անակնկալի կպատասխանեն մեծ անակնկալով։ Չնայած իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններին, թե թիմ ընտրությունները անցկացվում են խիստ քաղաքական ճնշումների ֆոնին, իշխող վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, թե իրենց քաղաքացիները կարողանում են սպիտակը ազատորեն տարբերել սևից։
Միացյալ Նահանգների նախագահի կոչից հետո դադարեցնել ռմբակոծել Գազան Իսրայելը կրկին հարվածել է։ Հաղորդվում է 6 զոհի մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից առաջ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասը խաղաղության վերաբերյալ պատրաստակամություն էր հայտնել, համաձայնել իշխանությունը փոխանցել անկախ վարչակազմի, ազատ արձակել պատանդներին, բանակցել Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության պլանի շուրջ։ Համասը Վաշինգտոնի մյուս պահանջների վերաբերյալ հրապարակավ կարծիք չի հայտնել, հստակ չէ, խմբավորումը համաձայն է նաև զինաթափվել, լքել պաղեստինյան անկլավը եւ երբեք ոչ ուղղակի, ոչ անուղղակի որևէ մասնակցություն չունենալ Գազայի հատվածի կառավարման գործում։ Իսրայելի վարչապետի գրասենյակներ այսօր վաղ առավոտյան հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է անհապաղ իրականացնել Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին ազատելու Թրամփի ծրագրի առաջին փուլը։ Գազայի առողջապահության մարմինների տվյալներով Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 66,000 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել։ Վերադառնանք հայաստանյան թեմաներին։ Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցվեց այս տարի։ Հիպոթեկային վարկի տոկոսագումարների մասով վերադարձվող եկամտային հարկի վերադարձը շարունակվելու է գործել միայն մարզերում, այն էլ ժամանակավոր։ Կառուցապատողները սակայն զգուշացնում են, եթե զուգահեռ այլ գործիքներ չկիրառվեն, որ կառուցապատողները չդադարեն Հայաստանում ներդրումներ անել, ապա շուկան կոլապսի կենթարկվի։ 30-ամյա Կարինե Կարապետյանը երկար ժամանակ փորձել է բարձր վարձատրվող աշխատանք գտնել, որ Երևանում հիպոթեկով տուն գնի։ Նա էլ էր ցանկանում եռամսյակը 1 պետությունից ստանալ իր եկամտահարկի մի մասը, բայց մինչև այդպիսի աշխատանք գտավ, ծրագիրը Երևանում դադարեց գործել։ Հիմա առաջարկվում են մարզային տարբերակները։ Երևանում հիպոթեկով բնակարան գնաց քաղաքացիները եկամտահարկի վերադարձի ծրագրից սկսել են օգտվել 2014 թվականի նոյեմբերից։ Այն ավարտվեց այս տարի, բայց այն կառուցապատողները, որոնք շինթույլտվություն են ստացել մինչև 2022 թվականը, դեռ կարող են այս ծրագրի շրջանակներում վաճառել իրենց բնակարանները։ Կարինեն Երևանում գտել է այդպիսի մի քանի կառուցապատողի, ասում է նրանց թիվը քիչ է, բայց գներն էլ այլևս նախկինի պես մատչելի չեն։ Եթե նախկինում կարող էին ցույց 1-3 սենյակոնոց բնակարան նայել հեռահար նպատակների համար, հիմա այս պահին նայում 2, նույնիսկ ընդամենը 1 սենյակոնոց բնակարան։ Թեև մինչև 2022 շինթույլտվություն ստացած երևանյան շենքերից բնակարան գնողները դեռ կարող են օգտվել եկամտահարկի ծրագրից, բայց վերադարձվող գումարի չափը փոխվել է։ Եթե մինչև 25 թվականը եռամսյակի ընթացքում վերադարձում էր ոչ ավել քան 1,5 միլիոն դրամ, ապա 25 թվականի հունվարի 1-ից հետո եռամսյակի ընթացքում վերադարձն 750,000 դրամ։ 2025-ի հունվարի 1-ից հիպոթեկային վարկի տոկոսագումարների մասով վերադարձվող եկամտային հարկի վերադարձը շարունակվելու է գործել Հայաստանի մարզերում, բայց 2027 թվականից այն կհանվի Արագածոտնի, Արմավիրի, Արարատի ու Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականից առհասարակ համակարգը կդադարի գործել Հայաստանում, բացառություն կլինեն միայն սահմանամերձ բնակավայրերը։ Կառավարությունը հաստատեց ՊԵԿ-ի առաջարկը, ըստ որի հիպոթեկային վարկերի տոկոսների վերադարձի ծրագրի ֆինանսավորումը այս տարվա համար 12,6 միլիարդ դրամով կավելացվի։ Նպատակն այն է, որ մարզերի բնակիչները կարողանան անխոչնդոտ օգտվել ծրագրից։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասաց, նախորդ տարվա համեմատ ծրագրից օգտվողների թիվը 12,000-ով աճել է։ Այս ծրագրի համար 2025-ի բյուջեով նախատեսված 84 միլիարդից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսների 70-ը ծախսվել է։ Եվ 70 միլիարդը, որպեսզի թվի կարգը մեզ հուշի, թե ինչի մասին է խոսում, դա ավելի մեծ է, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրացուցիչ կարգավորումների կարիք է տեսնում։ Չպետք է ունենանք մի իրավիճակ, որ արդյունքում ոչ թե մարզերի քաղաքների կառուցապատումն է զարգանում, այլ Երևանի սահմանագիծը, ես կասեի, մարզերի հետ։ Այստեղ ուղղակի ասում եմ, որպեսզի մտածենք։ Կառուցապատողների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Գրիգորյանն ասում է, կառավարությունը եկամտահարկի ծրագիրն աստիճանաբար ու ամբողջությամբ դադարեցնելով պետք է զուգահեռ այլ գործիքներ կիրառի, որ կառուցապատողները չդադարեն Հայաստանում ներդրումներ անել։ Ասած իրենք մի քանի առաջարկներ են արել կառավարությանը, օրինակ հին շենքերի փոխարինում պետության ու համայնքի աջակցությամբ։ Ըստ առաջարկի հին շենքերը կքանդվեն, փոխարենը
կկառուցվեն նորերը։ Բնակիչները կստանան նոր բնակարաններ, նոր մակերեսով ու դիրքով, առանց վարկի կամ հավելյալ վճարի։ Կառուցապատողի շահնային է, որ բնակիչներին բնակարանով ապահովելուց հետո կարող է վաճառել կառուցված նոր հարկերում եղած բնակարանները։ Բնակչի խնդիրը լուծեց, մարդը վթարային կամ հնամաշ անշարժ գույքից ձերբազատվեց եւ ստացավ նոր անշարժ գույք։ Պետության խնդիրն ալուծում, որտեղ պետության պոզիտիվ սահմանադրական պարտավորությունն է ապահովել բնակչության համար կենսամակարդակի անվտանգ եւ կայուն պայմաններ, համայնքը ունենում է նոր զարգացած քաղաքաշինական միջավայր, հին բնակֆոնդի փոխարեն։ Երկրորդը վերաբերում է հիփոթեկային վարկերին։ Կառուցապատողների հայկական ասոցիացիան առաջարկում է կենսաթոշակային ֆոնդերի շրջանառվող միջոցների մի մասն ուղղել հիփոթեքների ֆինանսավորմանը։ Ինչ հնարավորություն կտա որոշակի թիրախային խմբերի համար ապահովել մատչելի հիփոթեկային վարկավորման ձեռքբերման հնարավորություններ։ Երրորդ առաջարկը՝ քաղաքացին կարող է գնել բնակարան առանց բանկի, առանց տոկոսի եւ առանց վարկի, վճարելով մաս-մաս անմիջապես կառուցապատողին։ Այս մեխանիզմը հիմնված է կորպորատիվ պարտատոմսերի թողարկման վրա եւ նախատեսված է 6-ից 7 տարվա վճարային ժամանակացույցով։ Բազմաթիվ քաղաքացիների հնարավորություն է տալիս առանց վարկային բեռի ստանձնման ձեռք բերել անշարժ գույքեր եւ իրականացնել դրանց մարումները անմիջապես կառուցապատողին։ Ասոցիացիայի ղեկավարն ասում է, սրանք տեղային լուծումներ են, բայց պետք է հստակ պետական ռազմավարություն լինի, որը կփոխարինի եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմին։ Այն պատկերացումը, որ մարզերում կարող է ակտիվություն լինել կառուցապատման մասով, մեր պատկերացում չի համապատասխան իրականությանը։ Եթե նոր ծրագրեր չլինեն, ոլորտը կդանդաղի, ասում է Գուրգեն Գրիգորյանը։ Իսկ կառավարությունը կառուցապատողների հայկական ասոցիացիայի այս առաջարկները լսել, բայց դեռ չի արձագանքել։ Իսկ երևանցի Ռուբենին եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցումը չէ, որ ստիպել է թողել քաղաքային կյանքը, աղմկոտ սրճարանները, վտանգավոր ու խցանումներով երթևեկությունը եւ գնալ Ստեփանավան։ Կյանքը օգտագործել փոքր քաղաքի համար։ Երիտասարդ ծրագրավորողի կարգախոսներից է սրբել գրադարանի փոշիները, մշակել կրթական եւ մշակութային ծրագրեր եւ պատշգամբում հանգիստ սուրճ խմել հարևանների հետ։ Երևանից Ստեփանավան տեղափոխվելը Ռուբեն Խաչատրյանի համար պարզապես բնակության փոփոխություն չէր։ Նա այսօր համայնքի գրադարանում նոր կյանք է տալիս գրքերին ու կրթությանը։ Ռուբենը ծրագրավորող է, ասում է հեռակա աշխատանքն իրեն թույլ է տալիս ապրել այնտեղ, ուր ուզում է։ Արտոնություն, որ ինչպես ինքն է ասում, օգտագործում է նաև փոքր քաղաքի համար։ Լոռու Ստեփանավանում ոչ միայն իր տունն է գտել, այլև համայնքում տեղը։ Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում է, կրթական ծրագրեր իրականացնում։ Այդ մեր բանն է, կյանքի մի մասն է, այդ գործի մասը չի։ Գործը ես ծրագրավորող եմ։ Ստեփանավանի երեխաներին ծրագրավորում է սովորեցնում, գրադարանը վերափոխում, դարձնում ուսումնական ու նորարարական միջավայր։ Իմ համար շատ ցավալի էր, որ գրադարանը մենակ գրքերի տեղ է, որովհետև այլ տենց չի ոչ մի տեղ, էլի, այսինքն որ նայում ես բոլոր միջազգային փորձը, գուցե լոկալ լավ փորձերը, մեր գրադարանները պետք է լինեն գիտելիքի կրթության օջախ, ոնց որ դպրոցը, ոնց որ, չգիտեմ, ինչ-որ ուրիշ ենթակառուցվածքներ, որոնք հենց կրթական են եւ գիտական են, նաեւ մշակույթի ինչի ոչ այլ, ոնց որ ու եթե տենց ես նայում, մենակ գրքերով սահմանափակվելը շատ նեղացնում է քո աշխատանքը։ 3 տարի առաջ ինքն ու կինը որոշեցին Երևանի կենտրոնից, աղմուկից, խցանումներից ու վտանգավոր փողոցներից հեռանալ դեպի Լոռի։ Մեր Երևանի տունը Չարենցի վրա է ու Չարենց փողոցի վրա տնից դուրս գալը շատ վտանգավոր է, հա, փողոց անցնելը շատ վտանգավոր է։ Ու կարաս ընկնես ավտոյի տակ ու վերջ։ Իսկ այստեղ օրինակ այդ խնդիրը չունենք, ես կարողանում եմ հանգիստ երեխուն ձեռս բռնած ու շանը բաց թողեմ ընդհանրապես ու չմտածեմ նրա մասին, որ շունը կընկնի ավտոյի տակ, երեխան կընկնի ավտոյի տակ, որտեվ ավտոները շատ քիչ են։ Որ ասեմ, ենթակառուցվածքի խնդիր զգում ենք, չէ, հակառակը առավելություններ ենք զգում, պրոբկաներ չկան, կարող ես մարդկանց հետ ժամ պայմանավորվես ու չուշանաս այդ ժամից անհասկանալի պատճառներով, այդ
շատ առավելություն է ու պրոդուկտիվ է շատ, որտեվ շատ բան սկամորված մեջ տեղավորես էլի։ Երևանում սրճարաններ, ռեստորաններ, Ստեփանավանում, Պատշգամբում սուրճի շուրջ ջերմ զրույցներ։ Այս ամենը գրավում է մայրաքաղաքից հեռացած երիտասարդներին։ Անգամ ծնողները, որ սկզբում ծանր են տարել որդու տեղափոխությունը, այսօր հաճախ են գալիս ու համաձայնում։ Հրաշալի վայրում է ապրում նա։ Այստեղ կան կաֆեներ, բավական շատ են այս պահին արդեն, բայց այստեղ մշակույթը ավելի շատ Պատշգամբում նստելն է, ինչը ուրիշ մշակույթ է փաստացի։ Այսինքն մարդիկ կարողանում են ոնց որ իրեն գնում են իրար տուն, ոնց որ ուրիշ հարաբերություններ են մի քիչ։ Երևանը Ռուբենի համար մնացել է 2 ժամվա ճանապարհ։ Ամսվա մեջ 1-2 անգամ գնում է ընկերներին տեսնելու, ծնունդներին մասնակցելու, բայց տունն ու աշխատանքն այստեղ են, բաց, հանգիստ ու ազատ։ Օրինակ, դες մարդիկ ասում են օպերա չկա Ստեփանավանում, ինչ է, ոնց է առանց օպերա, բայց այդ նույն մարդկանց հարցնում եմ, դու երբ ես վերջի անգամ գնացել օպերա, ասում եմ 5 տարի առաջ, ասում եմ դե ոնց որ ես քեզնից շուշուտ եմ գնում օպերա, չնայած ապրում եմ Ստեփանավանում։ Իրականում հնարավորությունը մարդու համար ավելի թանկ է թվում, քան իրականում անելը դա, հա, ոնց որ քեզ հարմար է իմանալ, որ կողքդ կինոթատրոն կա, չնայած դու չես գնում կինոթատրոն։ Այսինքն այդ ոնց որ հնարավորություն, որ հնարավորություն, բայց իրականում մենք էլ ունենք այդ հնարավորություն, մենք կգնանք Երևանում կինոթատրոն, ոնց որ Ստեփանավանում ապրել չի նշանակում, որ դու Ստեփանավից դուրս չես գալիս։ Ու հակառակը, որովհետև դե շատ մարդիկ Երևանից երբեք դուրս չեն գալիս, իսկ ես Հայաստանում համարյա բոլոր տեղեր լինում եմ, էլի։ Ու օրինակ Գյումրիից տեղ շատ մոտիկ է, մենք կնոջս հետ բարբերաբար գնում ենք հոկտեմբեր կինոթատրոնում, վերցնում ենք տեղեր, ու տան չգիտեմ 2-4 կինո հələ երեխա չունենք այդ ժամանակ, նստում ենք, մենակ մենք ենք, այդ ամբողջ դահլիճը մեջն է փաստացի, ասենք Երևանում տենց հաճույք ես չեմ ստացել, չկա տենց հնարավորություն։ Ու մինչ լորի տեղափոխված ծրագրավորողը գովաբանում է կյանքը մայրաքաղաքից դուրս, երևանցիները շարունակում են բողոքել խցանումներից։ Երթևեկությունը Երևանում որևէ կերպ չի բարելավում, չնայած իշխանության տրանսպորտային բարեփոխումների մասին հայտարարություններին։ Սարյանը սարքեց միակողմանի պրոսպեկտը լրիվ կայնում է, Մոսկովյանից կամ Բաղրամյանից եկողը այն կողմից, որ պիտի մտնի Սայատնովա, չի կարում ժամանակ առնում, օպերայից ելնողը ձախ չի կարում անի դեպի Բաղրամյան, որովհետև վերևից հոսքը կայնացա լրիվ։ 20 տարվա վարորդ Արմեն Զաքարյանը խոշոր հաշվով գոհ չէ վերջին շրջանում Երևանում կատարված երթևեկության փոփոխություններից։ Տաքսի է վարում, ուղևորներին A կետից B կետը հասցնելու ընթացքում ամեն օր մտքում հարցեր է տալիս քաղաքային իշխանությանը։ Հիմա գցենք ես մարդ տանեմ Սարյան, Պուշկին չես կարա մտնես, ահա որա, որովհետև վերևից փարփեցին ա գալիս, որ հատի Պուշկինը գնա Արամիով կարենա Սարյան մտնի, բացառվում է, բյուզան չես կարա մտնես, որովհետև ստե ձախ չկա դեպի այս կողմ, պիտի էթաս միջը էթել չես կարում, հիմա դու որ իջացնես Սարյանի սկիզբ, պիտի էթաս գոնե փորձես Մոսկովյան, Սայատնովա, հատես այն կողմով կարենաս հետ գաս։ Վերջին 1 տարում Երևանում 11,000-ով ավելացել է գրանցված ավտոմեքենաների թիվը։ Ըստ քաղաքային իշխանության խցանումների պատճառներից մեկը նաև սա է, բայց քաղաքապետարանից նաև ասում են, որ մասնավոր մեքենաները չխանգարեն ավտոբուսների շարժին, Երևանի որոշ հատվածներում տրանսպորտի համար գծեր են առանձնացրել, դրանցով երթևեկող մեքենաներն էլ տուգանվում են։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է, նոր ավտոբուսներ են բերում, որ նախ դրանցից օգտվողներն ավելի արագ երթևեկեն։ Մեր առաջնային խնդիրը ավտոմեքենաները չեն։ Մեր առաջնային խնդիրը հետիոտն է, հետո հեծանիվն է, հետո ավտոբուսն ու տրոլեյբուսն են, հետո նոր ավտոմեքենան։ Հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներն Ազատությանը պատմեցին, թեև նոր ու հարմարավետ ավտոբուսներ կան, բայց հատկապես օրվա պիկ ժամերին շարունակում են խցանումներում մնալ։ Խնդրի լուծման իրենց տարբերակներն ունեն։ Նույն ձև ոնց կանգնած երթևեկում ենք, տենց էլ գնում գալիս ենք։ Նստելու տեղ չկա, ավտոբուսները քիչ են, մարդիկ շատացել են։ Նույն ժամանակն եք անցկացնում ճանապարհին։ Նույն ժամանակն է, հա։ Մենակ են, որ մենք շուտ ենք արթնանում ու երեխեքի համար դա դժվար է։ Որտեղ որ ես երթևեկում եմ, ես փոփոխություն չեմ զգում։ Խցանումներ շատ են իրոք։ Դրա համար պետությունը պետք է որոշ միջոցներ նույնպես ձեռ առնի։ Ճանապարհների լայնացում, մոստերի կառուցում, նման բաներ են հարկավոր խցանումներ պակասացնելու համար։ Էֆեկտ տվել է, որ փոխվա բոլոր ավտոբուսներ։ Ես ողջունում եմ դրան։ Ճիշտ ժամանակին էլ աշխատում են։ Էդի խցանման ժամանակա որ ուշանում է։ Այդ նշանները որ փոխել են,
դա ոչ մի էֆեկտ չի տալիս։ Նոր ճանապարհներ դի կառուցեն, էսկադաներ, ներքև Պատզեմնի Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության համահիմնադիր Դավիթ Պեդանյանը Երևանի քաղաքապետարանի դասերը 15 րոպե շուտ սկսելու որոշումից հետո նկատում է որոշ դրական փոփոխություն։ Դպրոցների դիմաց օրինակ ասում է այլևս խցանումներ չկան, բայց ընդգծում է խցանումների նվազեցմանը զուգահեռ չի կարելի օրվա պիկ ժամերին փողոցներ փակել վերանորոգման համար, արգելապատնեշներ տեղադրել ճանապարհներին, խոչընդոտելով երթևեկությունը եւ այլն։ Կոմպլեքս լուծումներ է պահանջում, դա մենակ երթևեկության փոփոխությունները չի, դա նոր ճանապարհների ստեղծումն է, տարբեր ինչ որ օրինակ շատ կարևոր է որ ժամերը հենց են դասավորել, որ տարբեր խմբի մարդիկ տարբեր ժամերի իրար հետ չբախվեն նույն վայրում, հա, բայց այն որ պետական հիմնարկների մեծ մասը Երևանի կենտրոնում է գտնվում ու մի քանի 100,000 մարդ ամեն օր գալիս է Երևանի կենտրոն մենակ աշխատանքի ու հետո հետագնում տուն, այդ մեկը մեծ խնդիր է։ Ծրագիրն ավարտենք երազով։ Վիճակագրությունը փաստում է, որ բնակչության 15%-ը բնական ճանապարհով երեխա չի կարողանում ունենալ եւ վերարտադրողական մասնագետների օգնության կարիք ունի։ Դժվար ու թանկ այս ճանապարհը անցնելու համար մի բժիշկ ու մի պարուհի դեռ 15 տարի առաջ որոշեցին. արվեստը, պարը գուցե կարող է դառնալ այդ միջոցը։ Ու ստեղծվեց Երազ բալետը։ 3000 երեխա ծնվել է Երազի հնչյունների ներքո։ Ու սա հեքիաթ չէ, այս պատմության մասնակիցները պնդում են, սա Երազի միջոցով իրականությանը նոր շունչ տալն է։ Երազը մեր հայկական ավանդական երգի, երազ երգի հիման վրա է սարքված, ամբողջ բալետը, ամբողջ թեման, բայց իհարկե սա կնոջ երազանքների մասին է, կնոջ ուրեմն իղձերի։ Երազը ստեղծվեց հենց այս երեխաները ծնվելու համար, սա մենք ուզում ենք հումանիտար ֆոնդ ունենալ Հայաստանում։ Սրանց 10 տարի առաջ երևի հիշում եք, մեզ մոտ ոչ մի աջակցություն պետական չկար, ֆոնդեր չկային։ Զույգերը, որոնք որ կարիք ունեին օժանդակ բարձրագույն վերարտադրողական տեխնոլոգիաներ, ուղղակի գումար չունենալու պատճառով երեխաներ չունեին, ընտանիքները զրկված էին այդ հնարավորությունից։ Սա մենք ստեղծեցինք, որպեսզի ունենանք գումար հավաքվեր եւ մենք օգնենք անպտուղ զույգերին։ Իհարկե շատ գումար չկարողացանք հավաքել, բայց գոնե սկիզբը դրվեց այս շարժման։ Հասարակությանը գոնե մի թեթև արթնացրեցինք եւ վերնախավերը, որ մեծ խնդիր կա բնակչության 15%-ը մեր Հայաստանի 15% այս խնդիրներով տառապում է։ Երեսունից մինչև 55 տարեկան կանայք կան, օֆիցիալ ստատիստիկան մեր Հայաստանի ասում է, որ ունեն երբևիցե չեն ունեցել երեխաներ, երբևիցե ամուսնացած չեն եղել ու չեն։ Տեսեք, նրանց թիվը 40,000 է։ Հսկայական թիվ է։ Վերջերս օրենք ընդունվեց, որ միայնակ կանանց մինչև 42 տարի պետական աջակցություն է տրվում, որպեսզի կարողանան ներարգանդային սերմնավորման մեթոդներով երեխաներ ունենալ։ Աշխարհում տես բան չկա, գիտեք, որ պտղաբեր կինա, ասենք թե 42 տարեկան, ուղղակի զույգընկեր չունի, պետությունը որպես օժանդակ տեխնոլոգիաների մի մաս գումարներ է տալիս եւ կարող են օգտվել։ Մայրությունը միայնակ չի, այդ ստիգմատիզացիան միայնակ մայր եւ այլն պետք է մոռանանք։ Սա մի կարևոր փուլ է մեր հասարակության գիտակցության զարգացման, որ մենք ուզում ենք անպայման հասնել դրան, որից հետո գիտեք մենք այնքան երջանիկ մայրեր ենք, որպեսզի այս կնոջ պատմությունը, որ կտեսնակ, իրականություն դառնա, օգնենք բոլորս հասարակությունը, կապետությունը, բժիշկներս, տեխնոլոգիաները, որպեսզի այն կանայք, որ երեխաների մասին են երազում, չեն կարողանում ինչ-ինչ պատճառով, որ հասնեն իրենց երազանքին։ Ավազային անիմացիա անում եմ արդեն 10 տարի։
10 տարի առաջ հենց այս ներկայացումով սկսվեց իմ ավազային կարիերան։ Երբեմն լինում է այնպես, որ հանդիսատեսին շատ պարզ չէ պարային լեզուն, այստեղ արդեն նկարչության միջոցով փորձում ես ավելի մատչելի եւ հասկանալի դարձնել սյուժեն։ Կարևոր չէ կինը միայնակ է, ունի կողքին ընկեր, զուգընկեր, ամուսին։ Ինձ թվում է շատ կարևոր է, որ կանայք մայրանան ու շատ երեխաներ ծնվեն։ Ինչու է ինձ համար հատուկ սա սիմվոլիկ, որովհետև իմ կենտրոնում այսպեսի մի ավանդույթ է դրված, որ այս երաժշտության հենց սկիզբը, որ սկսվի, այս ներածությունով երաժշտության տակ է մեր բոլոր արտամարմնային բեղմնավորների այդ process-ը, երբ սաղմիկին տեղադրում ենք կնոջ օրգանիզմը մարմնի մեջ, այս երաժշտության տակ է կատարվում։ Կյանքի ծնվելու այդ մոմենտը հենց այս երաժշտության տակ է եւ մեր հաշվարկներով մոտ 3000 արդեն երեխաներ ծնվել են հենց այս երաժշտության տակ։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Հաջողություն։